Մոռանալով նաև, որ գոյություն ունեն այդ միջպետական պայմանագրերը բացահայտող և կարգավորող մեխանիզմները սահմանող համապատասխան փաստաթղթեր, այսպես կոչված բանաձևեր, եսօգնություններ ԵՊԽ-ի։ Վերջինը, որը ընդունվել է 2025 թվականի հոկտեմբերի 3-ին, հենց հատկապես Արմեն Գևորգյանի հետ կապված։ Երբ որ հիմա հայտարարվում է, որ այս վարույթը կապ չունի Արմեն Գևորգյանի անձնական հետ, ուզում եմ տեղեկացնել, որ այս վարույթի շրջանակներում Աննա Դանուբեկյան որոշում է կայացրել, որ ինքը հայտիսի ազգային իրավասություն չունի, ճանաչելու իրան ազգային ինստիտուտ։ Այս վարույթի շրջանակներում չունի իրավասություն ճանաչելու իրան ազգային կոմպետենտ մարմին Արմեն Գևորգյանի հետ կապված։ Այն ինչ որ ես բազմաթիվ անգամ նաև ձեզ եմ դիմել, որովհետև ԵՊԽ-ն եթե դատախազը իմանալ է ամբողջ ընթացակարգը, պահանջում է, որ եթե գործը գտնվում է դատականության փուլում, համապատասխան դատարանը հանդիսանում է ազգային կոմպետենտ մարմինը, որը պետք է ապահովի Արմեն Գևորգյանի անձնական իրականությունը։ Եվ այն խնդիրը, որ Արմեն Գևորգյանը անընդհատ դիմում է դատարանի թույլտվություն ստանալու, անընդհատ քննարկում է գնալ թե չգնա, եւ մի քանի անգամ խնդիրներ առաջացել գնալու եւ չգնալու կապակցությամբ։ ԵԽԽ-ի նախագահի նամակներն են եկել այդ կապակցությամբ մի քանի անգամ, հարգելի դատական, բավոք գործիներ առաջ։ Այսինքն այս վարույթները ինչ նշանակում գործ չունի, շատ չի առաջ։ Իդեպ անձնախելիության ԵԽԽ-ի անձնախելիության ինստիտուտը ավելի բարդ է եւ ավելի համապատասխան է, քան թե մեր ազգայինը, որովհետեւ ինքը ունի 3 կոմպոնենտ, հարգելի դատական։ Առաջինը ազատ տեղաշարժի կոմպոնենտը 13-րդ հոդվածը, որը մեր ազգային օրենսդրությամբ եւ ազգային ինստիտուտների հետևողական ջանքերով անընդհատ խախտվել է, որի արդյունքում նաեւ այդ ռեզոլյուցիան ընդունվել, որտեղ եթե ուզում եք, ես կարող նաեւ կարդամ, որ համապատասխան նաեւ առաջարկություն տալու պետական մարմինների, որ բոլոր համապատասխան մարմինների դատախազական, քննչական, դատական ուղեցույց ուղարկեն, ինչպես պետք է կիրառվի ԵԽԽ-ի անձնախելիության ինստիտուտը։ Երկրորդ կոմպոնենտը դա ոսկե ազատությունն է, 14-րդն է, որը իդեպ եթե այս գործից փոխող մեկ այլ գործի հետ կապված, ասենք օրինակ հանգամանքներ կան։ Անցած տարվա 2020 թվականի ապրիլի 9-ին ելույթից հետո բխած եւ առաջացած հետևանքները, որի մասին հիմա ԵԽԽ-ն քննարկումները գնում։ Եվ երրորդը 15-րդ հոդվածն է։ Եվ հենց այդ 15-րդ հոդվածի կոնտեքստում հարգելի դատարան, ես դեռ քիչ առաջ ընթերցեցի ԵԽԽ-ի ներկայացուցիչի դիրքորոշումը, որը անցած տարի 2025 թվականին Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայության դեպքում այնուամենայնիվ չի կարողացել մեր դատախազներից, քննիչներից ու դատավորներից ստանալ անհրաժեշտ բարձրաբանումը, ինչ է նշանակում քրեական հետապնդում հարուցել։ Հիմա գալիս է ասել, որ այս դատավարությունը կապ չունի ԵԽԽ-ին իմունիտետի հետ, այդ դեպքում կներեք, որ կամի չէին քննարկում։ Կամ այդ նամակները, որ ես դերել եմ, որ ԵԽԽ-ի նախագահը ասում էր ազգային ժողովի նախագահին, որ Արմեն Գևորգյանի անձնախելիություն ունի, արեք հետևեք, արեք, հենց այս գործին է առաջել։ Սա առաջին դիտարկումն է։ Երբ որ հարգարժան դատանը նշում է դատապած, որ տիկին Սահակյանը ինչ-որ ժխտողականություն է դրսևորում, այդ դեպքում ուրեմն եկեք արձանագրենք, որ իրանք են ընտրովի մեր իրավական համակարգի գործող փաստաթղթերի մոտենում։ Այսինքն այդ ժխտողականությունը վերաբերում է նրան, որ իրանց համար ընդունելի կամ հասկանալի կամ սենց ասենք, այս գործը առաջ տանելու համար օգտակար սահմանական դատարանի որոշումները, վճռավի դատարանի որոշումները կարան մեջ բերեն, բայց ասենք մոռանա 21 թվականի սահմանական դատարանի որոշումը, որ հակասահմանադրական ճանաչելիս։ Մոռանա, որ 2008 թվականի հանրությունների արդյունքները հաստատող սահմանադրական որոշումը մինչև հիմա ուժի մեջ է, եւ ոչ մեկ դա չի կանարել։ Եվ այդ իմաստով հասկանալի չի մենք սա ինչ ենք քննարկում։ Մոռանա կամ չհիշել նաև նրա մասին, որ նույն ԵԽԽ-ն 3 անգամ բանաձև է ընդունել, որոնցից մեկում թե երկուսում հստակ ֆիքսել է, որ հորդորում է Հայաստանի Հանրապետության իշխանություններին մարտի 1-ի գործով դատավարությունները բացառապես սահմանել, որ մահվան հանգամանքները բացահայտել եւ բացառել որևէ քաղաքական ենթակացած ունեցող մեղադրանքներ առաջադրվելով։ Բայց եթե ներշնորհական է, դա եկեք բադախը չենք հիշում։ Եվ ամենակարևորը, երբ որ քիչ առաջ դուք ասում եք, որ սահմանադրություն հին սահմանության խմբավորության մեջ է գործել, որ սահմանական նոր
գործում, այսինքն դա նշանակում է, որ եթե հետո այսօր չկա, սահմանադրական գործողությունը կարող է խախտել։ Իմ ասածը հետևյալն է, 96-րդ հոդվածով բացարձակ իմունիտետի ինստիտուտն է սահմանված։ Հիմա դուք մեջ բերում եք քրեական դատավարության օրենսգրքի ինչ-որ հոդվածներ, օրենսգրքով սա պետք է լինի, այն հոդվածով նա պետք է լինի։ Ես էլ ասում եմ, սահմանադրական իմունիտետը դա սահմանադրական ինստիտուտ է եւ անմիջապես գործող ինստիտուտ է։ Եթե հիմա հարցեր են առաջացել, ոնց նա պետք է կիրառվի, առաջնահերթը պետք է լինի սահմանադրական մոտեցումը, այլ ոչ թե դատաիրավական ընթացակարգերով սահմանված ստորադաս օրենքների։ Բացի դրանից հարգելի դատատես, վերջերս սահմանական նորմերը վերադաս են բոլոր մնացած տեղական օրենսդրական նորմերի վրա։ Այսինքն անգամ ես սկզբունքից ելնելով ես առաջարկում եմ մի քիչ չտեղափոխել իմ ասածը։ Այսինքն ուզում եմ ասել, որ եթե նորմը կա եւ մենք այսօր հասել ենք նրան, որ իրոք մի պատգամավորին կարելի է մեղադրանք ավելացնել փոխել նախաքննության փուլով, իսկ մյուսին մեկ էլ հարկի դրան մի բան էլ ասեմ, նոր այդ հարց պատասխանի ընթացքում մի հարց հնչեց, երբ որ դուք վերջում կայացնելու եք, արդյոք պետք է թույլտվություն ստանալ, եթե որոշեք որակումով փոխեք իրավական։ Իմ ասած, ես ուզում եմ հետևյալը, եթե դուք այս փուլերը հաղթահարելով հասնում եք այդ փուլին, այդտեղ ոչ մեկի մոտ հարց չի առաջանալ։ Այդ նշանակում է, որ առնվազն օրինական բոլոր ընթացակարգերը դուք անցել եք ու հասել եք վերջի կայացման փուլին։ Իսկ այդ օրինական իմ համար այդ օրինական էտապը, այս էտապում նաև իմունիտետի հաղթահարումն է։ Եթե իմունիտետը հաղթահարվում է եւ մենք գալիս ենք այստեղ եւ շարունակում ենք դատավարությունը եւ հետո հետազոտում ենք ապացույցներ, չգիտեմ վկաներ ենք կանչում եւ այլն, եւ դուք գրում եք առանձին փոխկարգական ցելը, այո, դա ձեզ ամբողջությամբ հիմք է։ Բայց այս պայմանությամբ մենք ասում ենք, որ չի կարող շարունակվել այս ընթացքը եւ այս գործընթացը, մինչեւ չի հաղթահարվել այս խնդիրը։ Կհաղթահարվի այս դեպքում այո, երբ թվում դատախազի պատասխանել է եւ դա լինելու որ այո, ինքնուրույն կարող եք այդ որոշումը կայացնել։ Բայց մեր ասած առողջները, որ մինչեւ այդ էտապին հասնել, մինչեւ այդ փուլին հասնելը, երբ որ ասում են սահմանադրական օրենսգրքի էսիչ բաժինը սրա մասին է, այս բաժինը այս մասին։ Ես էլ ասում եմ, սահմանադրության 96-րդ հոդվածը անձնորդելիության մասին է։ Հիմա ո՞րն է ավելի կարևոր։